Արագածոտնի թեմի հոգևոր դասը, թեմապատկան կառույցները և տարբեր համայնքներից ժամանած ուխտավորները Հովանավանքում մասնակցեցին միասնական ժամերգության։ Թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախաձեռնությամբ մեծ պահքի ամբողջ ընթացքում թեմի տարբեր եկեղեցիներում միասնական ժամերգություններին և պատարագներին մասնակցելը ավանդույթի է վերածվել։ Այսպիսի ուխտագնացությունները, որոնք հատկապես կարևոր են պահքի ընթացքում, նաև առիթ են հանդիսանում համայնքների միջև կապեր ստեղծելու համար։ Դրանում ակտիվ դերակատարություն ունեն թեմում ծառայող հոգևորականները։ Շուրջ 20 եկեղեցականներ են ծառայում Արագածոտնի թեմում, 20 ամուսնացյալ քահանաներ և 1 կուսակրոն եկեղեցական։ Արագածոտնի թեմում համայնքները շատ են և էլի քահանաների կարիք կա, վստահ եմ, որ նորին սրբության տնօրինությամբ Աստված կողորմա և Արագածոտնի թեմը էլի կունենա եկեղեցականներ։ Արագածոտնի թեմում վերջին տարիներին ծաղկում է վանական կյանքը։ Այստեղ են գտնվում Ղազարավանի կանանց մենաստանը և Կոշի Սուրբ Ստեփանոս արական վանքը։ Քույր Շուշանիկը և ևս 7 քույրեր բնակվում են Ղազարավանում։ Ամենօրյա հոգևոր ծառայությունից բացի նրանք օգնում են նաև գյուղի երեխաներին։ Անցկացվում են պարապմունքներ քրիստոնեական դաստիարակության, շախմատի, մայրենիի, հասլեզվի և գրականության և փորձում ենք մեր կարողության չափով օգտակար լինել նաև բնակչությանը, ոչ միայն աղոթքով, այլ նաև գործով։ Վեհափար Հայրապետի օրհնությամբ, թեմակալ առաջնորդի ջանքերով և եկեղեցասեր հայորդիների բարերարությամբ թեմում շարունակաբար ընթանում են կառուցվող և վերակառուցվող եկեղեցիների ու վանական համալիրների շինարարական աշխատանքներ։ Բարերարները իրենք սրտաբուխ կերպով են իրենց նվիրատվությունները կատարում, դա սրտի կանչ պետք է լինի, եկեղեցի կառուցելը կամ վերակառուցելը, դա որևէ պարտադրանք չի թելադրում իրանից։ Ես վստահ եմ, որ առաջիկայում կառուցվող և վերակառուցվող եկեղեցիները իրենց դռները կբացեն մեր հավատացյալ ժողովրդի առջև։ Ավելի քան 15 տարի է Արագածոտնի թեմում դանիական հայկական բարեգործական առաքելության հովանավորությամբ գործում է Լույս Մանկանց ծրագիրը, որը զբաղվում է երեխաների և պատանիների քրիստոնեական դաստիարակությամբ։ Բացի Արագածոտնի թեմից Լույս Մանկանց ծրագիրը գործում է նաև Տավուշի, Արթիկի, Արմավիրի թեմերում և Երևանում։ Միասնական ժամերգությանը աղոթակից էին նաև դանիական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները։ Մենք տարբեր լեզուներով ենք խոսում, տարբեր մշակույթի կրողներ ենք, բայց մեզ միավորողը Աստծո սերն է։ Եվ հայ առաքելական եկեղեցին այն միակ ճանապարհն է, որը հայ ժողովրդին և հատկապես նոր սերնդին բերում է դեպի Աստծո խոսքը, դեպի ավետարան։ Արագածոտնի թեմում, աշտարակում և Սաղմոսավանում սոցիալական կենտրոններ են գործում, որոնք իրականացնում են սոցիալական աջակցության, կրթական, համայնքային զարգացման և բնապահպանական ծրագրեր։ Սոցիալական ծրագրերում ընդգրկված են նաև արցախցիներ։ Կենտրոններում մենք ամեն տարի աշխատում ենք շուրջ 70-ից 75 սոցիալապես անապահով խոցելի ընտանիքների հետ և ամեն 2 ամիս 50 կին ստանում են մեր կենտրոնում մասնագիտական կրթություն, կարողանում են ձեռք բերել աշխատանք, ստանում են գործիքներ, որով կարող են սկսել առաջնային իրենց գործունեությունը, բացել սեփական կարող է լինել դա ուրեմն գործ կամ զբաղվել տնայնագործությամբ կամ գտնել աշխատանք և նպաստել իրենց ընտանիքի սոցիալական վիճակի բարելավմանը։ Տեր Փառենը Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատուն է։ Թեմի 19 երիտասարդաց միություններում ավելի քան 300 երիտասարդ է ընդգրկված։ Հոգևոր սերտողություն, սպորտային մրցումներ, մշակութային միջոցառումներ, արշավներ, ուխտագնացություններ։ Թեմի ամենաբազմամարդ և ակտիվ կառույցը երիտասարդաց միությունն է, կամ ինչպես Տեր Հայրն է ասում, հասարակության և եկեղեցու շարժիչ ուժը։ Անշուշտ միության շրջանակում երիտասարդները քահանաների հետ խոսում են նաև իրենց առօրյայում հանդիպած խնդիրների, դժվարությունների և հուզող հարցերի մասին։ Եթե եկեղեցուց դուրս ապրող երիտասարդը իր խնդիրներին տարբեր լուծումներ կարող է տալ, ընդհուպ մինչև վատ ավարտ ունեցող լուծումներ, եկեղեցու մեջ ապրող երիտասարդի խնդիրներ ծագելու դեպքում լուծումները բազմապիսի են։
ավետարանի վրա հիմնված։ Եվ մեր երիտասարդները Փառք Տիրոջ այս ամենի մասին քաչ տեղյակ են։ Շատ քիչ մարդիկ իմացան Տիրոջ առաջին գալուստը։ Ժամերգությանը Արուճի հոգևոր հովիվ Մանուկ Քահանա Զեյնալյանը խոսեց մեծ պահքի խորհրդի մասին եւ մարդկանց հիշեցրեց քրիստոնյայի ամենօրյա առաքելության մասին։ Սրբազան հոր պահպանիչ աղոթքով ավարտվեց ժամերգությունը։ Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Սոնա Խաչատրյան, Վրամ Խանամիրյան, Եկեղեցական կյանք։